ավելացնեն նաև դիպուկ փոխանցումների ճշգրտությունը կարող է նաև Արարատի խաղը որակական տեսանկյունից կտրուկ փոխվել եւ բարելավվել։ Գրում են ձախ եզրով Ալաշկերտի ֆուտբոլիստները, վտանգավոր էր եւ հեռացնում են գնդակը հերթական անգամ կենտրոնական պաշտպանները։ Ալաշկերտի գրոհը չի ավարտվել։ Էդգար Փիլոյանը գնդակը կախում է կենտրոն եւ վտանգավոր էր, քիչ էր մնում։ Վերջապես կարող էր հասնել հաջողության Ալաշկերտը եւ Դավիթ Տերտերյանն էր հայտնվել հարվածային դիրքում։ Այսպես առաջ գալով Ալաշկերտը կարող է նաեւ թիկունքում տարածություններ տալ Արարատի ֆուտբոլիստերին, վտանգավոր է հիմա Ouattara փոխանցեց, բայց Հակոբ Հակոբյանը նահանջեց, եկավ, աշխատեց պաշտպանությունում ու գնդակը դուրս բերեց դաշտի սահմաններից։ Փոխանցում բարձրից Արագ Հակագրոյի անցավ Ալաշկերտը, գերազանց են գործում աջ եզրով։ Մոտեցավ Տուգարան հրապարակին Ալաշկերտի ֆուտբոլիստը Նալբանդյան շատ երկար նախապատրաստեց Կարեն Նալբանդյանը, բայց հրաշալի հակագրոհ էր եւ այս հակագրոհը իսկապես նման էր Ալաշկերտի հակագրոհներին։ Չեն կարողանում կասեցնել գնդակը Արարատի ֆուտբոլիստները, մասնավորապես Չուկվուն վտանգավոր է եւ փրկում է դարպասապահ Հաղաց Ֆարայոլայի հետ, Ֆարայոլան կարճ տարածության վրա անցավ, բայց նրա փոխանցումից հետո նորից գնդակը չի հասնում կենտրոնական արձակվողի։ Հիմա էլ աջ եզրով է գրում Ալաշկերտը, վտանգավորը եւ ինչպես հիմա գնդակը չի հայտնվում դարպասում, աներևակայելի ուղղակի վրիպում են թույլ տալիս։ Բենիկ Հովհաննիսյանը իդեպ Վանից է ամռանը տեղափոխվել։ Աջ եզրով է առաջ շարժվում հիմա Ալաշկերտը եւ 11 մետրանոց հարված մետրանոցի իրացումից հետո դաթարի ժամանակ Արարատում միանգամից 3 փոփոխություն է լինելու։ Հաստատված է Նալբանդյան շանս ուղակի չի տալիս առանց ավելորդությունների։ Պարզապես ուժեղ հուշկու արված, որից հետո չի կարողանում փրկել իր թիմին Արարատի դարպասապահը։ Այո, գուշակեց ուղղությունը, այո, փորձեց հասնել, բայց միայն գուշակելով։ Նման արվածները իհարկե ոչ միայն անզիմատին, այլև որևէ այլ դարպասապահ չի կարող չեզոքացնել։ Արարատի կազմում Պատրիկ Վիկտոր Հանձոնգոն է պատրաստվում դուրս գալ փոխարինման։ Բացի նրանից խաղատաշտում կհայտնվի Բենիկ Հովհաննիսյանը խաղակարտերը, իսկ Ալաշկերտին ինչ է պետք, իհարկե ազատ տարածություններ։ Հիմա արձակման գծում Մասումուն, Ֆարայոլան, Մոմո Տուրեն, այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կարող է իր արագացումներով լուրջ խնդիրներ ստեղծել։ Ֆարայոլա, Տուգարան հրապարակում է Ֆարայոլան, լավն է փոխանցումը Նալբանդյան։ Կաղարկեցին Նալբանդյանը որոշեց այլ տարբերակ ընտրել, վտանգավոր է եւ փրկեց դարպասապահը։ Երջապես առաջին անգամ մենք Արարատին տեսնում ենք գրեթե ամբողջ կազմով Ալաշկերտի կիսադաշտում վտանգավոր է։ Կարելի էր գրավել դարպասը, բայց նորից բախտը ժպտաց հիմա Ալաշկերտին։ Վտանգը շարունակվում է, գրոհ շարունակվում է եւ Բեգլարյանն է հիմա էլ փրկում։ Կատարում է մարշչական առաջադրանքը գոնե թե այս րոպեների Ֆարայոլա հիմա եկավ ձախ եզր, Ասումուն գնաց աջ եզրում խաղալու Հակոբ Հակոբյան երկար առաջընթաց էր եւ 2-0 է դառնում հաշիվը անթերի պարզապես 11 մետրանոց վաստակեց գոլի հեղինակ դարձավ այսօրվա խաղի կարելի ասել ամենա վճռական գործողությունները Ալաշկերտի եզրային արձակվողը Մասումուն կատարեց ու հիմա եթե 1-0-ի ժամանակ ասում ենք որ բարդ է լինելու վերադառնալ ինչ-որ բան անել, հիմա խնդիրը էլ ավելի է բարդանում։ Գնդակը աջ տարավ, մի փոքր սրեց անկյունը, բայց միևնույն ժամանակ
դիպուկ արված կատարեց, գրեթե անթերի արված կատարեց ու որևէ հնարավորություն չտվեց դարպասապահի։ Եվս մեկ անգամ Մալիք Բերտեին շրջանցեց եւ այնպիսի արված կատարեց, որ բարդ էր իհարկե ինչ-որ բան անել։ Նտակը շատ հուժկու ընթացավ 11 մետրանոցի ժամանակ։ Ձախ պաշտպանը թերացավ, երկրորդ գոլի ժամանակ էլ էլի նույն ձախ պաշտպանը թերացավ Վարայոլա, երկար պայեց Վարայոլան, բայց գնդակը նորից մնում է Արարատի մոտ։ Վարայոլա 3-0 դուբլի եղինակ է դառնում Մասումուն, 2 գոլ, 1 վաստակած 11 մետրանոց։ Այ քեզ խաղակես Ալաշկերտի եզրային արձակվողի կողմից։ Առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ կարող է ճանաչվել անգամ Մասումուն։ Շնորհավորանքներ է ստանում խաղընկերներից 3-0-ն արդեն խոշոր հաշվով առավելություն է եւ Վարայոլան փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստն է գոլային փոխանցում կատարում։ Վարդան Կարապետյանն է պատրաստվում դուրս գալ խաղադաշտ։ Արարատի համակարգի ֆուտբոլիստ, նա նորամուտն է նշելու Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Իսկ այստեղ վերջին գրողն է գուցե կազմակերպում Ալաշկերտը, իսկ Մաղթեսյանը թույլ չի տալիս անգամ այս գրող ավարտել։ Վերջ ավարտված է հանդիպումը, Ալաշկերտը տնային խաղում 3-0 հաշվով առավելության հասավ Արարատի նկատմամբ եւ բարձր տրամադրությամբ գնալու է նախապատրաստվելու հաջորդ տուրի հանդիպմանը։ Շնորհավորում եմ Ալաշկերտի երկրպագուներին հաղթանակի կապակցությամբ, իսկ Արարատի երկրպագուներին իհարկե հուսահատվելու կարիք չկա, դեռ առաջնությունը նոր է սկսվում եւ ամեն ինչ առջևում է։